Սյունիք գյուղի միջնակարգ դպրոցի շենքը հին է, նորը կառուցվում է։ 9-րդ դասարանում կահույքը հնամաշ է։ Աշակերտներին դասի տրամադրելու համար ուսուցիչն այստեղ պիտի առավել մեծ ջանք գործադրի։ Տարոն Մարգարյանին դա հաջողվում է։ Մայրաքաղաքից եկած երիտասարդ մասնագետն ամեն օր մի նորությամբ է դասարան մտնում։ Աշակերտներն ասում են, նրա վարած դասերը հետաքրքիր են անցնում, դժվար առարկա համարվող մաթեմատիկան սկսել են հեշտ յուրացնել։ Ընկեր Մարգարյանի գալուց հետո դպրոցում ամեն ինչ կատարյալ ձևով փոխվեց, դեպի իհարկե լավը։ Նա նորամուծություններ մտցրեց մեր դպրոց, հենց մեկը կարող եմ օրինակ բերել կանաչ գրիչի մեթոդը, որով նա ստուգում է մեր տնային աշխատանքները, քաջալերում է մեզ։ Կան թեմաներ, որ կին ուսուցիչների հետ դժվար է քննարկել, բայց ընկեր Մարգարյանի հետ մենք կարողանում ենք քննարկել, բացի այդ ընկեր Մարգարյանը երիտասարդ է, դա եւս լավ է։ Մի փոքրիկ բնակարանում է ապրում Տարոնը, կնոջ Սոնայի հետ։ Նորապսակ զույգը հարսանիքից օրեր անց է տեղափոխվել Սյունիք։ Բայց Տարոնն ասում է, ուսուցիչ դառնալու սահմանային որևէ բնակավայրում գիտելիքի շնորհիվ առաջընթաց գրանցելու որոշումը կայացրել է 44-օրյա պատերազմի ժամանակ մարտի դաշտում։ Ցանկանում եմ հասկանալ ինչ դառնալ, որտեղ աշխատել, որպեսզի հնարավորություն ունենամ փոփոխության ավելի լայն շրջանակ ունենալու, ավելի մեծ ազդեցություն ունենալու, ինչքանով որ հնարավոր կլիներ։ Բանակում մնալը տարբերակ է, բայց մտածեցի, որ բանակ մարդը գալիս է արդեն ինչ որ չափով ձևավորված։ Ունի մտքեր, աշխարհայացք, պատկերացումներ, որոշումներ, որոնք արդեն ինչ որ չափով կարծրացած են։ Իսկ դպրոցը ու հանրակրթության ոլորտը այն վայրն է, որտեղ որ ձևավորվում է մարդը։ Դասավանդիր հանուն Հայաստանի ծրագրին Տարոնը Երևանի պետական համալսարանն ավարտելուց հետո է միացել, անցել վերապատրաստման շրջանն ու դարձել ուսուցիչ առաջնորդ։ Ծրագրի ղեկավարներին խնդրել էր իրեն անպայման սահմանամերձ բնակավայր գործուղել։ Մի բան կա այստեղ, որ չկար մայրաքաղաքում։ Այստեղ հնարավոր է առավոտյան արթնանալ ու նայել սահմանին։ Ես մտածում եմ, որ երբ որ առավոտները բացվում են սահմանին շատ մոտ, այլ են մեր ունեցած մտքերը։ Ինչքան լավ է, որ այսօր սահմանը խաղաղ է, ու դրանից կախված է քո կյանքը, քո հարևանների, քո շրջապատի կյանքը, այդ միտքը օգնում է այլ կերպ կազմակերպել կյանքը։ Ու այդ մտքի մեջ կենցաղը, պատերը, հնարավորությունները, կարճ ասած այն ամեն ինչ, ինչը որ նյութական է, երկրորդ, երրորդ պլան է մաղվում։ Լինել նա, ում կցանկանան նմանվել, ցույց տալ, որ մանկավարժությունը երիտասարդի մասնագիտություն է, նաև համայնքից հեռացող տարեկիցներիս համար բացահայտել սեփական բնակավայրի առավելությունները։ Գուցե պաթետիկ թվա, բայց սա հայրենասիրության իմ դրսևորումն է, ասում է Տարոնը։ Երեխան իդեալներ է փնտրում, ու որն է այսօր միջին դպրոցի երեխայի իդեալը։ Ես վստահաբար ու ցավոք կարող եմ նշել, որ շատերը, բայց ոչ ուսուցիչները։ Ես փորձում եմ հանդես գալ մի կերպարով, որը կարա լինի երեխայի իդեալը, ու ոչ միայն հանդես գամ, փորձում ապրեմ մի կերպարով, որը կարա լինի երեխայի իդեալը, որ երեխան տեսնի ուսուցչին, որպես հասարակության մեջ իր տեղն ունեցող մարդ, տեսնի ուսուցչին հասարակության կողմից հարգված եւ աշխատանք մի այնպիսի աշխատանք կատարող մարդ, ում աշխատանքը որ դեր ունի, ում կատարած աշխատանքը միայն աշխատավարձի մասին չի։ Տնօրեն Լիլիթ Առաքելյանը շեշտում է, դպրոցում տղամարդ ուսուցիչներ են պետք։ Նրանք կրթադաստիարակչական գործընթացն առավել արդյունավետ են դարձնում։ Կարծում է, որ Տարոնը կդառնա հենց այն կերպարը, որ կօգնի տղաներին մասնագիտություն ընտրելիս դիմել մանկավարժական բուհեր։ Հետաքրքիր էր Տարոնի մուտքը մեր դպրոց, հետաքրքիր էր Տարոնի ներկայությունը դպրոցում, սեպտեմբերի 1-ի միջոցառմանը, Տարոնի կեցվածքը, կերպարը ինձ ավելի շատ հիշեցրեց 20-րդ դարի մեր դասականների ստեղծագործությունները, երբ ուսուցիչներին գործուղում էին դեպի սահման, դեպի գյուղական համայնք։ Ինձ համար շատ հաճելի եւ ընդունելի տարբերակ էր դասավանդիր Հայաստանի մեթոդաբանությամբ աշխատելը արդի սերնդի հետ։ Դասավանդիր հանուն Հայաստանի ծրագիրը մեր հանրապետությունում գործում է արդեն 10 տարի, Սյունիքում 4։
Սա հնարավորություն է տարբեր համայնքներում ունենալ նորարար մոտեցումներով ուսուցիչ առաջնորդներ։ 2025-ի հունիսին Սյունիքի մարզպետը դասավանդիր հանուն Հայաստանի ծրագրի եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարները եռակողմ համագործակցության հուշագիր են ստորագրել, որով հանքարդյունաբերական խոշոր ձեռնարկությունը ստանձնել է ծրագրով Սյունիք գործուղվող ուսուցիչ առաջնորդների տեղակայման ծախսերի եւ հավելավճարների ֆինանսավորումը։